Մաման հիմնականում ասում էր, որ դու կհիվանդանաս կմեռնես, դու ստորագրում ես, որ դու համաձայն ես, որ կարող եմ մահանաս։ Ինչու է հայրիկը ինձ բռնության ենթարկում ու այդ իմ համար ամենածանր թեման է։ Վախի, նեգատիվի, ծայրաստիճան հուսահատության մթնոլորտ էր։ Օրեր կային, որ մենք սնունդ չունեինք, հիշում եմ, որ մայրիկս ոնց էր լաց լինում, որովհետև դա միակ իմ ուտելիքն էր այդ օրվա։ Հիշում եմ այդ վախը, նաև ծնողների այդ վերաբերմունքից ելնելով իմ մոտ կար շատ ցածր ինքնագնահատական, իմ մանկությունը ազդեց նրա վրա, որ ես կուլ տամ տարիներ շարունակ, շատ նվաստացումներ։ Դու անպիտան ձայնդ կտրեիր, տանդ նստեիր։ Ես պայմանավորվածությամբ եմ ունեցել, որ պետք է ես երեխա ունենամ։ 3 երեխաներ են եւ 3 ունեն ընդհանուր մայր, բայց ոչ մեկի հայրիկը ընդհանուր չէ։ Ինձ համար հատկապես ծանր եղան այդ մոտ 10 օրերը, երբ երեխայից նորություն չունեի, չգիտեի որտեղ է եւ միայն փաստաբանների եւ ԴՀԿ-ի միջոցով կարողացա երեխային հետ բերեմ։ Ես հիշում եմ, որ մենք օրեր շարունակ գիշերելով տարբեր տների մոտ էինք, որտեղ որ կարող է երեխա լիներ։ Ամուսնանալ մի կնոջ հետ ու մեջքի հետևում ծանր մանկություն, ծանր պատանեկություն, ծանր երիտասարդություն, առաջին ծանր ամուսնություն, երկու երեխա, սա ամեն տղամարդու խելքի բան չի ինձ թվում է։ Ինձ ամենահոգեհարազատը երբի բոլոր կրոններից ամեն դեպքում բուդդիզմն է, յուրացվել է այդ գումարը։ Այն մարդը, ով որ այդ բարեգործական ակցիայի, այսպես ասած, գլխին կանգնած էր, ինքը այդ գումարի մեծ մասը կերել էր։ Շնորհակալ եմ քեզ վստահության համար։ Մերսի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ, գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ես մի քիչ անհանգիստ եմ, որովհետև վերջերս անդադար հոսանքազրկվում է մեր թաղամասը եւ գիտեմ, որ շատերի մոտ են հոսանքազրկումներ լինում եւ հենց այս կապակցությամբ էլ իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը առաջարկում է ոչ միայն արդեն անցնել արևի էներգիայի սպառմանը, այլ նաեւ ունենալ հատուկ մարտկոցներ, որոնք ձեզ կապահովեն հոսանքով։ Հիմա կիմանաք ինչպես։ Ինձ թվում է, որ հատկապես վերջերս բոլորս առնչվում ենք հոսանքազրկման խնդրի հետ։ Իմ գործընկեր Ital Solar-ը ամենաօպտիմալ լուծումն է առաջարկում։ Ուրեմն, կան արևային մարկոցներ, որոնց շնորհիվ սպառողը լիարժեք զերծ է մնում հոսանքազրկումներից։ Հոսանքազրկման ժամանակ դրանք տրամադրում են որոշակի կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, ըստ իրենց հզորության։ Իսկ սպառողը տեղեկանում է հոսանքազրկման մասին միայն հատուկ հավելվածին եկող ծանուցման շնորհիվ, որում տեսնում է, որ անցել է արդեն կուտակչի էներգիան սպառելուն։ Ասեք, որ հրաշալի է։ Պետք է անցնել արևային էներգիային։ Եվ քանի դեռ որևէ խնդիր չկա, ունենք էլեկտրաէներգիա, ունենք ջուր, ունենք գազ, բոլոր պայմանները, որ ես անեմ իմ նկարահանումը, ուզում եմ խնդրել, որ դուք էլ չզլանաք եւ գնահատեք այն աշխատանքը, որ ես անում եմ սիրով իմ հետևորդների համար, եւ շատ կարեւորում եմ ձեր յուրաքանչյուրի մասնակցությունը, մեկնաբանությունը, որ գտնում եմ եւ ընթերցում եմ YouTube-յան իմ ալիքում, այնպես որ խնդրում եմ բաժանորդագրվել YouTube-ի իմ ալիքին, սեղմել զանգի կոճակը, թողնել մեկնաբանություններ, ինչպես նաեւ գրանցվեք իմ Instagram եւ Facebook-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ լուսանկարները մշտապես թարմացվում են եւ ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին եւ մեկնաբանություններին։ Այսօր իմ տուն ռեստորանում շատ յուրահատուկ հյուր եմ ունենալու, որին հատկապես սիրում են եւ ճանաչում են այն մարդիկ, ովքեր հաճախ են մասնակցում մեծ միջոցառումների կամ էլ կազմակերպում են միջոցառումներ։ Իմ սիրելի DJ Վակցինան, Արուսիկ Մկրտչյանը արդեն հասավ, գնամ դուռը բացեմ։ Ողջույն, այսօր շատ հետաքրքիր երեկո է սպասվում, գնում եմ իմ շացելի ընկերուհի Հերմինե Ստեփանյանին հյուր եւ այսօր ոչ միայն խոսելու ենք, այլ նաեւ ճաշակելու ենք նրա համով ուտելիքներից մեկը, այդպես սպասեք։ Բայց բարուսիկ։ Ես լավ տարանում եմ։ Չէ,
դու չես ուշացել, հազվադեպ բանը, որ ընդհանրապես մի քանի վայրկյան է ուշացումը տևում, так что ապրես, արի։ Հարուս, մերսի շատ որ եկար, նախ հաճելի է քեզ Հայաստանում տեսնել, դեռ վերջերս հետևում եմ քո սոցցանցերին, հասկանում որ հաճախ ես դրսում լինում ճամփորդությունների։ Շնորհակալ եմ, ես շատ ուրախ եմ, որ միանգամից հենց Հնդկաստանից եկել եմ ու այսպեսի լավ միջավայրում եմ հայտնվել։ Հնդկաստանից հետո Հայաստանին հարմարվելը ոնց է հեշտ է, Սնունդի առումով շատ ուրախալի է, որ վերադարձել եմ այն բոլոր սովորական ճաշատեսակներին, որովհետև Հնդկաստանում անգամ ամենաթանկ հյուրանոցներում եւ ռեստորաններում հնարավոր չէր նորմալ սնվել։ Այդ անկեղծ լրիվ անկեղծ կարծիքը։ Ես իրականում այն մարկանցից չեմ, ով գնում է պարտադիր ինչ որ անվան հետևից կամ Միշլինյան աստղ ունեցող ռեստորան, ես ունեմ իրականում տենց ընկերներ, որ գնում են Հայաստանից պարտադիր տենց ռեստորաններում պետք է սնվեն։ Ես կարող եմ ամբողջ օրը այդ հաց պանրի վրա լինեմ եւ դա իմ համար օքեյ է, ու անգամ իմ պես պարզ ճաշացանկ ունեցող մարդուն Հնդկաստանում հնարավոր չէր ընդհանրապես ինչ որ ձևով ուտելի գտնել։ Պատճառը ինչն էր, քիմքդ սովոր չէր, այսինքն շատ յուրահատուկ էին համեմունքները, խոհանոցը, թե այո, 90%-ը այնպիսի համեմունքներ են, որ ընդհանրապես մենք երբեք չենք զգացել, ու այնպես չի որ համով է, այսինքն չէ, համով չի։ Եվ իսկ մի մասն էլ անգամ սովորական հավկիթը ուտում ես ու ուրիշ համ է գալիս, հետո պարզվեց, որ հավերին ինչ որ ուրիշ սնունդ են տալիս, իսկ ոնց է իր վերապրում։ Նայեք, եթե սնունդը հանենք, մեկ էլ տենց ինչ-որ շատ տարօրինակ հոտերը հանենք, Հնդկաստանը ֆանտաստիկ երկիր է, չեմ ուզում մեր զրույցը սկսենք վատաբանելով Հնդկաստանը, որովհետև իրականում Հնդկաստանում պետք է լինել գոնե կյանքում մեկ անգամ։ Ինչու՞։ Այն էմոցիաները ինչը որ տալիս է այդ երկիրը, ոչ մի այլ երկրում հնարավոր չի զգալ եւ հնարավոր չի տեսնել այդքան գեղեցկություն մի երկրում։ Իրականում ես ընդհանրապես 3 քաղաքում եմ եղել, իրենց ոսկե եռանկյունին, Ջայպուր, Ագրա, Դելհի, բայց պարտադիր գնալու եմ նաեւ երկրորդ անգամ, քանի որ իրենք ունեն այնց հոգեվոր կենտրոններ, դա Վարանասին է, Բոդգայան է եւ պարտադիր դե դիջեյն էլ չի կարող գոհ չգնալ։ Ըստ երկրորդ անգամ գնալու արդեն մենակ կլինեմ, կարծում եմ, կամ ամուսնուս հետ, կամ ամեն դեպքում ոչ խմբով, այս անգամ խմբով գնացինք, որովհետև մի քիչ վախենալու է, թե ինչ կլինի Հնդկաստանում, եթե մենակով հայտնվես, այդպես, բայց մյուս երկրները 90% այն մյուս երկրների, որոնք ես այցելել եմ, հիմնականում մենակ եմ եղել եւ ոչ մի վտանգ չի եղել ոչ միտեղ, բայց Հնդկաստանը իրականում այն երկիրը չի, որ կարողանաս առաջի անգամ ճիշտ կողմնորոշվես եւ մենակ լինես։ Ցանկացած ճամփորդություն ես կարծում եմ, որ փոխում է մարդուն։ Իհարկե։ Հատկապես եթե խոսում ենք Հնդկաստանի նման երկրի մասին, որտեղ կա հնագույն մշակույթ, պատմություն եւ այլն, պիտի որ ինչ որ մի ճանապարհ անցնես բացի այդ տեխնիկական ճամփորդությունը։ Այդ այնց զգացիր այդ ներքին ճամփորդությունը այնտեղ ու որտեղից որ գնացիր։ Ճիշտ ասած Հնդկաստանը ինձ իմ համար բացահայտում էր ոչ միայն իր գեղեցկությամբ, չգիտեմ, բազմազանությամբ, այլ նաև իրենց կրոնի իմաստով, որովհետև կրոնի մասին այդքան էլ ինֆորմացիա չունեի եւ շատ լավ էր, որ կարողացա այնտեղ տեսնել եւ գտնել այնպիսի մարկանց, ովքեր որ կրոնին շատ մոտ են եւ հինդուիզմը ինձ չէր թվում, որ այդքան բարի եւ այդքան իրականում շատ կարեւոր գաղափարներ փոխանցող կրոն է եւ մարդասեր, այո, բնությունը, տիեզերքը, կապը ամբողջ աշխարհի եւ մարկանց կենթայինների եւ այլն եւ իհարկե ինձ ամենահոգեհարազատը երբ բոլոր կրոններից ամեն դեպքում բուդդիզմն է, բայց այնուամենայնիվ բուդդիզմն էլ առաջացել է հինդուիզմից եւ չէր կարող հինդուիզմն էլ ինձ համար հոգեհարազատ չդառնար, բայց եթե թողնենք մի կողմ ընդհանրապես կրոնը, այդ երկիր մտնելուց չես կարող դու ավելի ճկուն չդառնալ, ավելի մարդասեր չդառնալ, որովհետև ճկուն նախ դու կարող ես կես ժամվա մեջ անցնես
ամենաաղքատ հատվածներից մինչև ամենահարուստը տեսնես ծայրաստիճան աղքատ երեխաներին, ովքեր որ փողոցներում ընկած սովամահ լինելով ապրում են, եւ անցնես ընդամենը 10 քայլ եւ տեսնես 5 կիլո վզին կախած մի տղամարդու, ով անտարբեր անցնում է այդ երեխաների կողքով եւ այստեղ ավտոմատ լիքը հարցեր ես դու ինքդ քեզ տալիս եւ շատ անգամ չես ստանում ոչ մի պատասխան, պետք է մի քիչ ավելի շատ փիլիսոփայես, որպեսզի կարողանաս այդ ամեն ինչը ասենց ասած մարսես, որովհետեւ ասում եմ Հնդկաստանը միակ այն երկիրն է, որ բազմազանությունը այդ հենց այդ երկրի մասին է։ Ոչ մի այլ երկրում նման բազմազանություն ես չեմ տեսել։ Իմիջիայլից բոլոր այն մարդկանց համար, ովքեր բացի հնդկական ֆիլմեր նայել ուզում են մի փոքր ավելի շատ ճանաչել երկիրը, իհարկե պետք է ճամփորդեն, իհարկե պետք է ուսումնասիրեն, բայց ինձ համար օրինակ մի քայլ ավելի մոտեցրեց այն գաղափարին, որ ես պիտի անպայման Հնդկաստանում լինեմ, Շանտարամ գիրքը, որ այն քո ասածով ցույց է տալիս, թե ոնց կարող է մի նեղ փողոց, որտեղ երեխաներ են վաճառում եւ այլն, հաջորդ քայլին լինի մի հատ ֆանտաստիկ մի բան, խորհուրդ եմ տալիս, ավելի լավ ճանաչելու համար անպայման ընթերցել, դել չեմ խոսում պոետների մասին, Տագորը, որ իմ ամենամեծ սերն է։ Արուս, ես ուզում եմ մենք սկսենք իրար հետ բարի գալուստի խմիչք որպես ընտրել եմ Armenia Wine ընկերության վարդագույն տակառը, տարեթվը 2022 թվականի բերքն է, հայկական զարդանախշերով եւ ասեմ, որ մենք Արուսի հետ մի հատ հրաշալի համագործակցություն ենք ունեցել հենց Armenia Wine ընկերությունում, երբ Արուսը անում էր իր բոլորին հայտնի Իգործ նախագիծը։ Ես հիշում եմ ինչ լավ օրեր, շատ լավ օրեր։ Մենք ֆանտաստիկ փորձառություն ունեցանք իրենց գործարանում, անցանք բոլոր այդ գինու ստեղծման process-ները միասին եւ նաեւ հուսով եմ մի քիչ էլ օգնեցինք, ոչ թե ուղղակի տուր արեցինք։ Այո։ Նախ բարի գալուստ քեզ։ Շնորհակալ եմ։ Մեզ լավ օր եմ մաղթում, ուզում եմ մենք իրար հետ անմոռանալի օր ունենանք, որովհետեւ իմ նպատակը որ գան իմ հյուրերը եւ լիցքաթափվեն։ Իգործի մասին ուզում եմ անպայման խոսենք։ Մի կողմ անենք, խոսենք անպայման։ Այդ նախագիծը ինձ համար մի շատ կարևոր բան բացահայտեց, բացի այն լավ գործը որ անում էր, ինչի մասին հիմա կխոսես, թե ոնց կարա մարդը 21-րդ դարում, երբ դու self influencer կարող ես դառնալ, մտածես մի բան, որը կարող է քեզ այդքան հանրահռչակել եւ դարձնել այդքան սիրված, այդքան ճանաչված, քան բոլոր այն գործերը, որ արել ես տարիներով եւ անում ես։ Կար արդյոք այս ենթատեքստը, որ նախագիծը ստեղծում էր, որ այս նախագծով ես կդառնամ ավելի ճանաչված եւ ավելի սիրված։ Իրականում իմ բոլոր գործերի մեջ երբեք չկա ենթատեքստ ինչ որ երկրորդական ինչ որ շահ ունենալու, դա բարեգործականների մասն եմ ասում, որովհետեւ իրական մինչեւ ի գործը երևի հարյուրավոր էլի բարեգործական փոքրիկ ակցիաներ եմ արել, միջոցառումներ եմ արել, ու չեմ ուզում հիմա շատ խոսեմ, որտեղ այստեղ կստացվի, որ ես այդ ամեն ինչ արել եմ, որ նմանատիպ միջավայրերում խոսեմ դրա մասին։ Ուզեմ ասեմ, որ մինչև ի գործը շատ է եղել էլի բարեգործական տարբեր ակտիվություններ, սակայն ի գործը եղավ այն ինչը որ շատ դրա մասին խոսվեց։ Ընդհանրապես այդքանով տարբերվեց այն իմ նախորդ բարեգործություններից։ Ուղղակի սրա լավը ինչն էր, որ գաղափարը այնքան լավն էր, որ աշխատեց շատ մարդկանց ներգրավել եւ բոլորը ուզում էին այս պրոյեկտի մի մասը լինեին։ Դա ոչ միայն լավ մարդիկ էին քոպես, այլ նաեւ գործընկերներ էին, ովքեր հրավիրում էին իրենց մոտ աշխատելու, այսինքն եւ անձերն էին հետաքրքրված եւ նաեւ տարբեր բիզնեսները գաղափարը եւս մեկ անգամ թեթև մի հատ հիշացնենք, որ ես հայտարարել եմ, որ գնամ կաշխատեմ յուրաքանչյուր ոլորտում եւ այդ օրվա կամ ինչ որ մի շրջանի աշխատավարձը ամբողջությամբ կփոխանցեմ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին ու 72 տարբեր աշխատանք արեցի։ Հաստատելուց մինչև ադմինիստրատիվ աշխատանք, հավաքարարություն, մինչև վաճառք, մինչև հիշում եմ Երևան պարկում ես այդ մեծ այդ իրենց կերպարների մեջ էի ու եղել են աշխատանքներ, որ սարսափելի ծանր են եղել։ Ես դրա մասին խոսել եմ էլի ու հիմա էլ կարող եմ ասել, որ
ինձ այդ 2.5 ամիսը մոտավորապես, որ ես ամեն օր գնում էի այդ աշխատանքները անելու, ինձ ուղղակի լիմոնի պես քամել էր եւ շատ վատ վիճակում էի բայց չեմ մի վարքյան անգամ չեմ փոշմանում, որովհետեւ էներգիան միշտ կարելի է վերականգնել, իսկ այն լավ բանը որ տրվեց, այդ ոչ մի բանով հնարավոր չէր կոմպենսացնել, ինչ որ ուրիշ բան անել, ու ես շատ ուրախ եմ, ոնց ստացվեց, ես չէի մտածում այս ինչ որ մի հատ ակցիա անեմ, որի մասին օրինակ խոսեն կամ ես ավելի ճանաչված դառնամ արագ, չէ, իրականում այդ կա դրա կարիքը, ոչ թե չունեմ, այլ դա չի եղել մոտիվացիան։ Պարզապես հունվարի, չեմ հիշում, 12-ներ, 13-ներ, երբ այդ этаպում ես շատ ծավալուն ինչ որ աշխատանքներ չունեի անելու, հիմնական գիտես, հունվար ամիսը շատ հանգիստ ամիս է, եւ ես ասի վсё, ես այս պահին պետք է ինչ որ ձևով օգտակար լինեմ, կարողանամ ինչ որ ձևով մի բարեգործական հերթական ակցիան անեմ, բայց գաղափարը կներես, այստեղ կարող է մի քիչ երկրորդային շահ կար իմ դեպքում, դա այն էր, որ ես ուզում եի իրականում տարբեր մասնագիտությունների հետ ծանոթանալ։ Անկեղծ, նույն ես ուզում եի մտնել հավաքարարի մաշկի մեջ, ես ուզում եի կոշկակարի, դա քեզ ինչ էր տալիս։ Ոչ թե ուղղակի էմոցիաներ։ Մանկական քմահաճույք էր, որ մի հատ էսել փորձեմ, վերջում որոշում ես ուզում եի յուրաքանչյուր մարդու, այսպես ասած, կոշիկները հակած իր կյանքով ապրել։ Չէ, բայց դու հասկանում ես, չէ, որ դա իրական չի։ Բայց գոնե ուզում ես գիտեի, որ այնպես չի, որ դու ավելի ձեռքը տավրելուց լինեիր, հա, քեզ տնորեն նույնպես էր ընկալելու, ինչպես իր ամենօրյա մաքրուհուն։ Հա։ Բայց ամեն դեպքում ինչ որ չափ տվեց ինձ այդ զգացումը, օրինակ ինչ բավարարվածության զգացումը։ Օրինակ այն որ ես այդ փորձառությունն էր, կերպարների մեջ էի Երևան պարկում, դա սարսափելի փորձառություն էր։ Ու դա տանջանք էր, անկեղծ եմ ասում, դա տանջանք էր։ Վատ փորձառություն եմ ուզում։ Վատ փորձառություն լրագրողությունն էր։ Անկեղծ Որովհետև երբ մենք դուրսը փորձում ենք ինտերվյու վերցնենք մարկանցից, ես մտածում եմ լավ, հեսա դուրս կգան կես ժամում այդ հարցերը կտանք, անենց շատ անշար հարցեր էին, Վալենտինի օրվա հետ կապված հարցեր էին, շատ այնց ինչ որ հասարակ, պարզ, ոչ մի քաղաքականություն չկար եւ այլն, ու ես հիշում եմ, թե ես 5-6 ժամ ոնց էի տանջվում ու իմ մտքումս ինչ ասես չէի ասում այդ կոմպլեքսավորված մարկանց, որ փախնում էին ուղակի կամերաներից, հա ինչ որ աբսուրդ պատասխաններ էին տալիս, ցրում էին թեման եւ այլն եւ այլն։ Իսկ հետո մոնտաժել ես արել, թե միայն հարցազրույցներ։ Չէ, մոնտաժը ես չեմ արել, լավ։ Այդտեղ էլ պիտի նստեի, որ իմանայիր։ Ինչ ընդհանուր խնդիր կա, որ օրինակ այդ բարեգործական իգործ նախագիծը անելուց հետո վերլուծեցիր ու հասկացար, որ այ բոլոր բիզնեսները ունեն այս խնդիրը Հայաստանում։ Գիտեք, երևի թե չեմ կարող ասել, թե ինչ ազգային խնդիր է, բայց առանց շատ ներդրվելու միանգամից եկամուտ են ուզում։ Ես կարծում եմ, որ դա է խնդիրը, այսինքն ինչ որտեղ կա արագ գումար աշխատելու խնդիրը, բայց բիզնեսներ էլ կային, որ շատ լավ արդեն ամեն ինչ, այսպես ասած, պատրաստ էր, դրված էր, որպեսզի հաճախորդը մաքսիմալ օգուտ վերցնի, քաղի եւ այլն։ Ես գիտես ավելի շատ կուզեմ խոսել բարեգործության մեջ բարեգործության ոլորտի, բարեգործական ոլորտի մեկ խնդրից, որը որ իմ համար լուծում դարձավ, երբ որ ես այս իգործը արեցի, ու հասկացա, որ իրականում ես այսուհետ աշխատելու եմ ֆոնդերի հետ։ Անկամ եթե իրանք ադմինիստրատիվ ինչ որ բաներ պահում են, 10% ենթադրենք, հա, իրանք ստաֆի գումարն է, չգիտեմ, թեկուզ օֆիսի գումարն է, բայց այնուամենայնիվ ֆոնդի միջոցով անելը ավելի ապահով է, որովհետև ես օրինակ խապվել եմ իմ կյանքում, ոչ թե 1-2 անգամ, այլ բազմաթիվ անգամներ, երբ որ օրինակ եղել է, որ գումարները իմացել են, որ չի օգտագործվել նպատակին, այսինքն տրվել է ինչ-որ X նպատակի համար, բարեգործական, շատ կարևոր, բայց յուրացվել է այդ գումարը։ Այն մարդը, որ այդ բարեգործական ակցիայի կանգնած էր, ինքը այդ գումարի մեծ մասը կերել էր։ Լավ, այդ ինչ մղում է, որ դու պարտադիր ուզում ես, պիտի որ բարեգործություն անես, պիտի դրա մեջ լինես։ Այդ սոցիալական պատասխանատվության երևի զգացումն է իմ մոտ,
որը ցավոք 20 թվականից հետո սենց ճնշվել է դեպրեսիայի մեջ է այդ հատվածս եւ ոչ միայն այդ հատվածը, որովհետեւ եթե մինչեւ 20 թվականի պատերազմ ես տարբեր խմբերի մարկանց միշտ օգնում էի, գոնե իմ չափով, չեմ ասում, տենց տոտալ փորձում էի այդ հարցը լուծել, հա, բայց գոնե ինչ որ բան անում էի, 20 թվականից հետո այդ մասշտաբը այնքան մեծացավ, որ ես հասկացա, որ անգամ ինպես 2000 հոգին չի կարող այդ խնդիրների տակից դուրս գալ, ու այստեղ գալիս է այդ տուպիկի պահը, երբ որ դու չես դառնում անտարբեր, ուղղակի անճարությունից քարանում ես։ Ու այդ շատ վատ զգացում է իրականում։ Իսկ այդ բոլոր նախագծերը հատկապես որոնք որ քեզ ֆինանս չեն բերում, այս ֆինանսը մենք գիտենք, որ դա ռեսուրս է, վատ չի անդրադառնում քո ընտանիքի վրա։ Նայեք, եթե իգործի պես չի, որը իմ գրպանից չի գնում, այսինքն իգործի դեպքում ինձ վճարում էին, օքեյ, ես աշխատում եմ, այսպես ասած, հա, ամբողջ օր ինչի, այսպես ասած, ես լահմաջո էի պատրաստում, տարբեր աշխատանքներ էի անում, որը իրականում ֆիզիկական աշխատանք էր եւ ամբողջ օրը այնտեղ էի։ Բայց այնուամենայնիվ ես իմ գրպանից չէի գումար տալիս, իսկ այն դեպքերում, երբ որ ես իմ գրպանից եմ գումար հատկացնում, դա իհարկե բալանսի մեջ է, այսինքն այնպես չի որ։ Բայց խոսքը միայն գրպանի եւ գումարի մասին չի, ժամանակի, էներգիայի, էմոցիաների մասին, որոնց կարիքը վստահաբար ունի քո ընտանիքը, որտեղ 3 երեխա են մեծանում եւ մեկ էլ հոպ, մաման ամբողջ օրը բարեգործությամբ է տարված, ինչ որ հասկանալի է, որ սոցիալական պատասխանատվություն ունի, բայց այդ սոցիալական պատասխանատվության աճը բերում է բնականաբար ընտանիքին համար նախատեսված ռեսուրսի նվազեցմանը։ Հասկանում եմ ինչ ես ասում, բայց այնուամենայնիվ այնպես չի որ ես ամբողջ տարին եմ, չէ, բացակայում եւ այնպես չի որ ամբողջ ռեսուրսն եմ տալիս, ես փորձում եմ բալանսավորեմ ու շատ ուրախ եմ, որ իմ երեխեքը տեսնում են, որ մաման բարեգործության մեջ է ու իրանց մեջ կա այդ արդեն այդ գթասրտությունը, մարդասիրությունը, կենթանասիրությունը, այսինքն իմ համար լավ է, որ նաև ես օրինակ եմ իրանց համար ծառայում, որ վաղը այսօր իրանք էլ փորձեն ինչ-որ բանով օգտակար լինեն։ Շնորհակալություն այս հատվածի համար, մենք հիմա պիտի անցնենք արդեն ճաշի սեղանի շուրջ, ճաշենք, շարունակենք զրուցել, ես վստահ եմ, որ շատ կանայք կունենան այն զրույցի կարիքը, որ մենք հիմա պիտի իրար հետ վարենք, իսկ ես չեմ թաքցնում եւ Արուսիկի հետ մենք պատրաստվել ենք այն իմաստով, որ երկուսս էլ պատրաստ ենք մի զրույցի, որը միտված է կանանց օգնելուն, այսինքն դա միայնակ մնալու, դա կյանքում փոփոխություններ անելու, երեխա մեծացնելու, երկրորդ ամուսնության եւ այլն դրա հետ կապված բազմաթիվ խնդիրների եւ հաճույքների մասին։ Դե ինչ, ինձ թվում է ճաշելու ճիշտ ժամն է արդեն։ Ես ինձ երջանիկ եմ զգում ամեն անգամ, երբ պիտի խոսեմ Հայաստանում աճեցված, արտադրված ցանկացած մթերքի մասին եւ արդեն տևական ժամանակ է ես իմ ընտանիքի համար պատրաստում եմ բացառապես օրգանական հատիկավոր մշակաբույսեր, արտեր ընկերությունից, հիշեցնեմ, որ ունենք դեղին ոլոր, ունենք ոսպ, ունենք սիսեր, ունենք կանաչ ոլոր եւ իհարկե հաճար, ինչպես նաեւ չմոռանանք ցորենի եւ հաճարի ամբողջահատիկի ալյուրի մասին։ Իդեպ, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր գիտեն, թե դեղին ոլորից էլ ինչ կարելի է պատրաստել, բացի այն, ինչ որ ես ցույց եմ տվել, ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ գրեք բաղադրատոմսեր, որովհետեւ այ օրինակ դեղին ոլորի մասին անընդհատ մտածում եմ, բայց չեմ պատկերացնում ինչ կարելի է էլ պատրաստել, որ լինի ոչ շատ ավանդական, նոր եւ հետաքրքիր։ Իսկ այսօր ես պատրաստելու եմ ձեզ համար սիսերով եւ կարմիր բազուկով հումուս։ Ավելացնում եմ նաեւ արդեն նախապես խաշած բազուկը։ Ավելացնում եմ ձիթայուղ, 1 կիտրոնի թարմ քամացյուտ, 2 պճեղ սխտոր, մոտարպես 4-5 կթալ թահին, աղ, չնայած ես սիսերը խաշելիս մի փոքր աղով էի խաշել, բայց մի փոքր կարծես անհրաժեշտություն զգացվում է աղի։
ավելացնում եմ մի քիչ քիմիոն։ Մատուցում ենք։ Չենք մոռանում ավելացնել թարմ զիթայող։ Մենք առաջինը փորձելու ենք սիսերով եւ բազուկով հումուս։ Հացը ես չեմ թխել, մի փոքր քաղցրահամություն ունի, եթե հացի հետ համաձայն չես լինի, ես քեզ ուրիշ հաց կբերեմ։ Okay։ Բայց ես ծաղիկով դիզայնը չեմ ուզում փչացնել։ Հանգիստ փչացրու, ես էլի ծաղիկներ կդնեմ։ Այստեղ լիքը ունենք, չէ՞։ Մենք լիքը ծաղիկներ ունենք, հա։ Շատ հետաքրքիր է։ Հանեցիր։ Ամոմա։ Այո։ Ինձ փոխեմ։ Հա։ Հա։ Շատ ամոմա։ Всё, այս ուտում եմ եւ սկսում ենք։ Դու հանգիստ կարող ես, մենք եւ ճաշելու ենք եւ զրուցելու ենք, այնպես որ քեզ ազատ զգա։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ, չնայած դու դրա մասին բավականին ուշ խոսեցիր, քեզ մոտ անպտղության դիագնոզ էին դրել եւ 25 տարեկան եմ։ Ընդամենը 25 տարեկան ես եղել։ Դու դրա մասին իհարկե հարցազրույցների ժամանակ խոսել ես, բայց ինձ գիտես դրա ոչ շերտն է հետաքրքիր, ես վստահ եմ, որ մեզ դիտող կանանց մեջ կան մարդիկ, ովքեր երևի թե կունենան այդ խնդիրը։ Ես կուզենամ իմանալ ինչպես մինչև այն պահը, երբ հասկացար, որ խնդիր չկա, դու կարող ես երեխաներ ունենալ եւ այլն, ինչ բարդությունների հետ բախվեցիր։ Արդյոք ունեցար էտապ ընկճվելու, թուլանալու, հետո արդեն ընդունելու, ինչ էտապ էր քեզ մոտ, ինչպես ընդունեցիր ինֆորմացիան եւ ինչպես անցար դրա վրայով։ Նախ երբ այդ ինֆորմացիան ես իմացա, իրականում ինչու եկա հասա այդ կետին, որովհետեւ բժշկական փորձարկումներ էին, այսպես ասած, վրաս արել, այսինքն այնպիսի երկարատևությամբ, այնպիսի տևողությամբ էի ընդունել այն հաբերը, որոնք որ պետքա ստուգման, այսինքն ես պետքա ստուգվեի ընթացքում, պետքա անդադար չխմեի եւ այլն, այդ ամեն ինչը բերել էր նրան, որ իմ մոտ առաջացել էր այդ խնդիրը, այսինքն ոչ թե դա իմ մարմնի, այսպես ասած, խնդիրն էր, այլ արհեստականորեն բժշկական սխալի հետևանքով առաջացած խնդիր էր եւ երբ ինձ այդ մասին հայտնեցի, ես շոկի մեջ էի, դե սկզբում չես ընդունում, մերժում ես, որովհետև ընդամենը 25 տարեկան անգամ չկայի այդ ժամանակ եւ երբեք չէի մտածում, որ կարող է իմ հետ բնականաբար այսպեսի ինչ-որ բան լինել։ Ես սկսել էի դեղեր ընդունել 19 տարեկանից, որպես դրա մասին եմ խոսել, դրա համար հանգիստ կարելի է այս պահին քննարկել ու իրականում շատ կարևոր է դրա մասին խոսել, որովհետև հորմոնալ դեղերը առանց խնդրի տալիս են բոլորին եւ առանց ցուցումի դու կարող ես գնաս դեղատնից գնես մարդիկ անգամ դեղատնից կարող են գնել արհեստական վիժման դեղեր, այսինքն այս ամեն ինչը այնուամենայնիվ պետք է ինչ-որ մի կոնտրոլի ենթարկվի։ Ամեն դեպքում ես ինքնագլուխ չէի գնացել դեղատնից, ոչ մի բան չէի գնել, ինձ բժիշկները, մի քանի բժիշկ, Հայաստանի լավագույն բժիշկները ասել էին, որ այդ քո խնդրի համար պետք է դու այս երկարատև այս բուժումը ստանաս, բայց չէին խորացել, որ ես ընթացքում պետք է նաև այլ հետազոտություններ անցնեի եւ 25 տարեկանում նախ ունեցա ոտքի տրոմբ, որը որ 50 տարեկան պլյուս մարդիկ են ունենում։ Այո։ 6 ամիս ես վախենում էի, որ ես կմահանամ, որովհետև ստենտ դնելու գումար չունեի այդ ժամանակ, այդքան ու պետք է ես նաև մնայի հիվանդանոցում եւ չաշխատեի, ես դրա հնարավորություն չունեի, որտեղ ես 17 տարեկանից աշխատում եմ եւ աշխատանքը այնպես կմահաճույք չէր իմ համար, դա իրականում իմ նաև ինձ ապահովելու, նաև իմ ընտանիքին ապահովելու, իմ ծնողներին, որոշ չափով օգնելու հարցեր եւ ես ստորագրեցի թուղթ, որ ես հրաժարվում եմ, այսինքն այստեղ պարզ դու ստորագրում ես, որ դու համաձայն ես, որ կարող եմ մահանաս։ Դա էլ էր շոկ, երևի թե որոշ բաներ կան իմ կյանքում, որ այնուամենայնիվ դեռ չեմ էլ մարսել անգամ, հա, այսինքն փակել եմ այդ թեմաները ու այսպես պարբերաբար կարող եմ հիշել ու դա իրականում շատ էմոցիոնալ պահեր են։ Տրոմբից հետո այդ դիագնոզը եղավ եւ բժիշկը ասեց ոչ մի բան հիմա անել չենք կարող։
Այսինքն ոչ մի այլ տարբերակ չկա, ոչ մի բուժում չկա, գնա փորձի ուղղակի 2 տարի գոնե առանց դեղերի ապրել, հանել մտքիցդ, որ դու խնդիր ունես, եւ նաեւ փորձել մաքսիմալ առողջ ապրելակերպով ապրել, միգուցե քո օրգանիզմը վերականգնվի։ Հիմնական խնդիրը ինչն էր, ինչից էր սկսվել։ Խնդիրը սկսվել է 19 տարեկանում հորմոնալ խնդրից։ Եվ այնուհետև այդ դեղերի ազդեցությամբ կանգնել էր իմ ձվարանների ֆունկցիան ընդհանրապես, այսինքն ոչ մի ֆունկցիա չէին կատարում նրանք եւ ոչ մի ելք հնար չկար այդ ընթացքում եւ բժիշկս պարզապես ասեց եթե այսպես բնությունը քեզ կտա այդ հնարավորությունը, այսինքն վերականգնման, հա, ինչ որ գախնի հնարքներով, տարբեր ինչ-որ թեյեր էի օգտագործում, տարբեր ինչ-որ բուժական մասաժներ, փորձում եմ մաքսիմալ պոզիտիվ մտածել, մոռանալ այդ խնդրի մասին եւ տրամադրվել, որ իմ մոտ պետքա ամեն դեպքում ստացվի։ Իհարկե կային հուսահատության պահեր, որովհետեւ դե երիտասարդ աղջիկ ես, նախ մտածում ես որ այդ պահին փաստորեն եթե ես 2 տարվա մեջ ես չկարողանայի ինքս ինձ վերականգնել, այդ կինը ասել էր բժշկուհին, որ 2 տարի ունես, այսինքն 2 տարուց հետո վերջ, ինքը էլ չի հետ վերականգնվի եւ չի աշխատի այդ օրգանում։ Եվ փաստորեն ստացվեց, ես շատ ուրախ եմ, որ ահա որ մեծ չարչարանքներից հետո ստացվեց հղիանալ, իհարկե այսինքն հենց այդ 2 տարվա ընթացքում թե 2 տարի այսպես ասած դեդլայն էր դրված իմ վրա, դեդլայն էր, որ 2 տարվա ընթացքում եթե ստացվի վերականգնվել եւ հղիանալ, ուրեմն ամեն ինչ օքեյ է, այսինքն քո օրգանիզմը կարողացել է ինքնավերականգնվել։ Դուք առաջին երեխային արհեստական բեղմնավորմամբ եք ստացել։ Ես պայմանավորվածությամբ եմ ունեցել, որ պետք է ես երեխա ունենամ եւ այսպես պարզապես պայմանավորվածությամբ, որ ինձ պետք է հղիանալ ամեն գնով եւ ես ուզում եմ մամա դառնամ ամեն գնով։ Ու իրականում իմ համար շատ կարեւոր էր այդ этаպում այդ մի երեխան ունենալ եւ վերջ։ Ու ես այդ կյանքից էլ ոչ մի բան չէի ուզենալու։ Ես պետքա իրեն մենակ ապահովեի, բնականաբար այն ամենով ինչը որ երեխային պետքա եւ նաեւ հիշում եմ որ այդ տարիներին շատ ակտիվ գումար էի հետ գցում որպեսզի կարողանամ վաղը մյուս օր երեխայի համար տուն բնակարան գնեմ ու իմ ֆիքս իդեաները երեխաներ ու իրեն կարողանան ինչ-որ բանով ապահովել ու փառք Աստծո ամեն ինչ լավ ստացվեց, ես շատ ուրախ եմ որ։ Հրաշալի է իհարկե, հրաշալի, որովհետեւ ես կարծում եմ որպես մամա, որ այո կինը պետք է պայքարի երեխա ունենալու համար, իհարկե սա իմ անձնական որոշումն է, որևէ մեկի վզին չեմ փաթաթում։ Մի հարց եմ ուզում տալ, որին կարող ես հանգիստ չպատասխանել։ Բոլոր մայրերը, ովքեր կանգնում են արհեստական բեղմնավորմամբ երեխա, միայնակ մայրերը, հա, արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալու հարցի առաջ միշտ իրենց հարց են տալիս։ Մեծանա երեխաս հարցնի, ինչ եմ պատասխանելու։ Այս հարցի մասին այն ժամանակ մտածել ես, թե առհասարակ չես մտածել, թե հիմա ես մտածում։ Այդ կուզենայի որպես այն ժամանակ, հա, որպես մայր, ով միայնակ է երեխա ունենում, այս հարցի շուրջ մտորումների մասին իմանալ։ Բնականաբար այդ միտքը չի կարող ծնգալ ուղեղում, որովհետև չես կարող փախնես այդ խնդրից, այդ հարցից, բայց այն որ երեխան շրջապատված է մաքսիմալ սիրով, ինքը գիտի, որ շատ սպասված երեխա է ու երջանկությունը մեզ հետ է միշտ, այսինքն ինքը ծնվել է, տեսել է երջանիկ մամա, անգամ շատ ավելի երջանիկ, քան երբ ավելի շատ անգամ դրական էմոցիաներ է ստացել, անգամ երբ լիարժեք ընտանիքում է ինչ որ երեխա մեծանում, մենք տեսնում ենք, որ շատ ընտանիքներ կամ բաժանվում են, երեխան էլի մնում է մամայի հետ հիմնականում։ Մենք տեսնում ենք ընտանիքներ, որտեղ հայրիկն էլ կա, մայրիկն էլ կա, բայց ընտանիքում անառողջ միջավայր է, այսինքն յուրաքանչյուր այսպիսի խնդրահարույց իրավիճակում երեխային պետք է լիքը հարցերի պատասխաններ տալ։ Անշուշտ։ Ինչու եմ բաժանվել, կամ ինչու է հայրիկը ինձ բռնության ենթարկում, կամ ինչու ինչ որ տարբեր խնդիրներ ունենք մենք իրար հետ, հա։ Այսպես թե այնպես չէ, լիքը հարցերի պետք է պատասխանել տարբեր իրավիճակներում։ Ես երբեմն կանգնում եմ այդ խնդրին հիմա, խնդրի առաջ։ Ամեն դեպքում ես իրեն մի բան եմ ասել, որ ինքը սպասված, սիրված, ընդունված
երեխա է եւ ինքը իմ հաղթանակն է եղել, դրա համար էլ իր անունը Վիկտոր է, հաղթանակ սեփական այդ պայքարի, բնության, խնդիրների, նաեւ տարբեր հասարակական վատ ալիքների դեմ հաղթանակա ամեն իմաստով շատ մեծ հաղթանակ, անգամ նաև ինքս իմ հանդեպ նկատմամբ հաղթանակ եւ ես շատ երջանիկ եմ որ ինքը կա ու ես ամեն ինչ անում եմ որ ինքը նույնպես երջանիկ լինի չգիտեմ մեր կյանքները այսպես է ստացվել ու իրականում իմ երբ որ իմ կյանքին sense հանդրադարձ եմ անում կամ իմ ընկերներին սկսում եմ պատմել ովքեր որ ոչ ամբողջ պատմությունը գիտեն բոլորը ասում են ոնց որ ֆիլմի մեջ լինես դե ամեն մեկում իր ճանապարհը, իր ուղին ու ես խիզախորեն այդ ուղին անցնում եմ։ Շատ խնդիրներ եմ ունեցել։ Իրականում Վիկտորի պատմությունը իմ ամբողջ կյանքի ընդհանրապես մի էպիզոդն է բարդ, բայց այսպիսի բարդ իրավիճակներ շատ եմ ունեցել մանկությունից սկսած։ Դրա համար երևի կոփված եմ այդ իմաստով ու շատ չեմ վախեցել, թե ինչ կլինի, հետո որ հարցեր տա, ինչ պետքա պատասխանեմ, գիտեմ, որ ամեն պահի ճիշտ պատասխանը կգա իր հետ։ Քո մանկության մասին դու ամենակիչն ես խոսել։ Ընտանիքիդ մասին, մանկությանդ մասին, այն մանկության ժամանակ անցած բարդությունների մասին, ինչու ես այդքան քիչ խոսում։ Որտեղ շատ դժվար տարիներ են եղել ու այդ իմ համար ամենածանր թեման է։ Ինչու՞։ Այ, դե որովհետև դու որդիվ ես 84 հա, ընդամենը մի տարի եմ քեզնից փոքր եւ այդ տարիներին մենք սարսափելի ծայրաստիճան հուսահատության մեջ էինք ապրում դա 90-ականներն էին նու կարելի ասել է ծայրաստիճան տագնապը ու հուսալքությունը երևի իմ հետ ա եղել մինչև իմ 20 քանի տարեկանը երևի անգամ այդ էտապն էլ որ ինձ այդպիսի դիագնոզ դրեցին այդ ամբողջ sense մի հատ ճանապարհ էր սոցիալական խնդիրներ էին հոգեբանական ֆիզիկական ես անդադար ինչ որ իմ ծնողները շփոթված էին Ես հիշում եմ, որ անդադար միայն վատն էին խոսում, ընտանիքում միայն վախի, նեգատիվի, ծայրաստիճան հուսահատության մթնոլորտ էր ու իրենք չգիտեին ոնց վարվեին ու ես գումեի որ իմ ծնողները օգնության կարիք ունեն ես փոքր երեխա եմ ես հասկանում եմ որ իմ պետքա շուտ մեծանալ որ իմ ծնողներին օգնեմ որովհետև իրենք ծայրաստիճան հուսալքված են օրեր կային որ մենք սնունդ չունեինք օրեր կային անգամ եղավ որ մի անգամ հայրիկս վերջի կոպեկներ իրան թալանել էին օրեր եղել երբ մենք միզու ունեինք տանը եւ Ես կարծեմ, այսպես ոդկս սոտ տվեց եւ ընկա այդ ձունել ընկավ եւ հիշում եմ որ մայրիկս ոնց էր լաց լինում որովհետեւ դա միակ իմ ուտելիքներ էր օրվա եւ հիշում եմ այդ վախը ես ու անդադար ինձ ասում էր դու մաման հիմնականում ասում էր որ դու կհիվանդանաս կմեռնես հա ու այնքան ահավոր էր իմ համար այդ հա ծանր թեմա է իմ համար այդ շատ Իսկ հիմա հարաբերությունները ոնց են։ Դե իրականում փորձ այս վերջի этаպում իրանց շնորհակալ եմ դարձել, ընդունել եմ եւ էլ չեմ փորձում պայքարեմ, որ ինչ-որ բան փոխեմ իրանց մոտ, որովհետեւ մարդիկ կան, որ իրենք չեն ուզում ոչ մի բան իրենց կյանքում դեպի լավը փոխվի։ Եվ երբ որ դու իրենց փոխարեն ես դա ուզում, Չի ստացվում, որտեվ ինչպես ասվում է, ամեն մարդ իր ճանապարհն ունի ու ես ամբողջ կյանք փորձել եմ իրենց այսպես ասած փրկեմ, բայց չի ստացվել։ Փրկեմ աղքատությունից, փրկեմ ինչ-որ վատ վիճակից, հոգեբանական ինչ-որ խնդիրներից, առողջական անգամ խնդիրներից, ես մանավանդ բժշկական կրթության մարդ արդեն որ վերջի իմ կրթությունը նաև բժշկական էր, անգամ դա ինձ չեն թողնում, որ ես իրենց օգնեմ, այսինքն կա ինչ-որ sense սահման, որտեղից ես չեմ կարող անցնել։ Դա իրանց ընտրությունն է եւ ցավում եմ դրա համար իրականում։ Մենք երեխաներից երբ որ հատկապես հարցազրույց ենք տալիս եւ պիտի մեր ծնողներից խոսենք, միշտ յետին մտքով այդ հարցը կա, որ լսեն ինչ կմտածեն։ Այնց հետաքրքիր է հիմա դու խոսում ես մի բանի մասին, որը քեզ է շատ ծանր, եւ վստահ եմ որ լսեն Այդ չունես այդ բարիերը, որ լսեն, հետո ինձ հարցնեն, մեղադրեն, դատապարտեն, ես ինչ պիտի պատասխանեմ։
Գիտես, ես արդեն բավորներից փախնում եմ ու ոչ թե փախնում եմ, այլ ինչ կա դա միշտ ասում եմ եւ չեմ մտածում հետևանքների մասին, որովհետեւ այն ինչ կա, այն ինչը որ իրականությունն է, դրանից երբեք պետք չի փախնել, ոչ մեկ պետք չի որ ինչ որ մի խնդրից փախնի։ Եթե այս մեր խոսակցությունը հասնի նրանց եւ միգուցե ինչ որ մի բան փոխի, նրանց մեջ կամ ցանկություն առաջացնի ավելի բաց լինել փոփոխություններին, ես միայն ուրախ կլինեմ։ Իսկ կա քո անձի հանդեպ մեղադրանք նրանց կողմից։ Իրենց կողմից։ Չէ, որպես այդպեսին չէ, ուղղակի ես կարծես մանը լինեմ, այդ անճորնի ճուտիկը լինեմ ընտանիքի, այսինքն ես այն մարդն եմ, ով 180 աստիճանով տարբեր է իրանցից մտածում եւ ոնց որ sense ուրիշը բերելա ծուն դրելա այդ ու իրանք էլ կարծում եմ մի քիչ դա զգում են ու դա իրականում ինձ իմ համար շատ ցավոտ է։ Իսկ այդ հարցի պատասխանը ունես ինչու հենց դու ինչի այդպես։ Դա իմ ճանապարհն է։ Դες վերջի տարիներն եմ այսպես փիլիսոփայական մոտենում։ Իրականում մինչև երևի անցած տարին ես պայքարում էի, անդադար պայքարում էի ինչ որ բան փոխելու, բայց հետո հասկացա որ մարդիկ այնպես օքեյ են, լավ են զգում իրանց, ես իրենց շատ սիրում եմ եւ ուղղակի երեխայական sense ինչ որ միամիտ վիճակ կա, երբ որ դու ուզում ես անդադար ինչ որ բան փոխես դեպի լավը, բայց չի ստացվում։ 90-ականներին սոցիալական ծանր պայմաններ էին։ Ընտանիքներ կային, որ դա էլ ավելի ջերմությամբ միմյանց հանդեպ, էլ ավելի մեղմությամբ էին հաղթահարում։ Կային ընտանիքներ, որտեղ ագրեսիան սկսեց գլուխ բարձրացնել։ Հատկապես զույգերի մեջ, հատկապես ծնողների մեջ, այդ ագրեսիայի տարերը կային, թե կային իհարկե, դե գիտես, սոցիալական վիճակը երբ մարդկանց վատանում է, ավտոմատ ինչ-որ խնդիրներ են առաջանում, ինչ-որ գժտություն եւ այլն, իմ ծնողների միջև իհարկե եղել են ինչ-որ նման իրավիճակներ, բայց դա չի հասել ինչ-որ լուրջ, ինչ-որ սենց կատակլիզմների, բայց այնուամենայնիվ ես դա տեսել եմ եւ դա էլ ազդել կարծում եմ բացասական ձևով եւ նաեւ շատ է եղել իմ հանդեպ եւ իմ քրոջ հանդեպ ինչ-որ տարբեր մեղադրանքներ, անիմաստ տարբեր նախ շատ է եղել քննադատություն, սեր չի եղել ու այս ամեն ինչը շատ կարող եմ sense բադ բաներ թվեմ։ Ինչու էր ուզում երեխա ունենալ, որովհետև թվում է թե այդ խնդրով մեծացած երեխան, երբ որ հասկանում է որ երեխայի հանդեպ վերաբերմունքը այնպեսին չի, ինչպեսին ինքն է պատկերացնում, սկսում է ինքն էլ չուզենալ երեխա ունենալ, որ այդ նույն պատմության մեջ չընկնի։ Երեխա ունենալը ինչ որ նպատակով չի եղել, որ այ ունենամ, որպեսզի, չգիտեմ, կարողանամ ռեալիզացվեմ երեխայի միջոցով, բայց երբեք չի եղել այդ child free վիճակը, այսինքն ես, որ այդպես լիներ, ես երեխա հաստատ չի ունենա։ Ես ֆանատիկորեն ուզում էի լույս աշխարհ բերել երեխա եւ մաքսիմալ իրեն փորձել երջանկացնել։ Ինչ գիտեիր, որ դու էլ այդպեսին չես լինելու։ Այ որտեղից գիտեիր։ Որովհետև ես սարսափելի ինքս իմ վրա ինքնակատարելագործվող մարդ եմ։ Ամեն օրս ինքնակատարելագործում եմ իմ մոտ միշտ։ Եվ ես գիտեի, որ ես իմ սխալները, եթե ֆիքսեմ, կարողանամ ֆիքսեմ, ես դա ամեն օր sense անալիզ անելու միջոցով հասկանում եմ այստեղ սխալ է, այստեղ կարող եմ հաջորդ անգամ այսպես անել, փորձեցի մաքսիմալ այսպես լավ մամա դառնալ։ Շատ ժամանակ խնդիրներով ծնողների երեխաները հետագայում երբ որ իրենք են հարաբերություններ ունենում, արհեստականորեն իրենց հարաբերություններն են սկսում փչացնել, որովհետև այդ են տեսել։ Եվ ցանկացած գործողության տակ ենթատեքստ են տեսնում եւ սկսում են նմանեցրել կամ բերել նմանեցրել այն հարաբերության, որ տեսել են։ Արդյոք քո կյանքում քո առաջին ամուսնության խնդիրների մեջ կար այդ, որ դու ուզում էիր անդադ պրոյեկտ էիր կամ փնտրում էիր այն ինչ որ գուցե եւ չկա։ Իմ մոտ ոչ թե դա կար, այսինքն ես բացարձակ չէի պրոյեկտում, բայց քանի որ մանկությունից այդ վատ հանգամանքներից ելնելով, նաև ծնողների այդ վերաբերմունքից ելնելով, իմ մոտ կար շատ ցածր ինքնագնահատական, կար սեփական եսի ընկալման հետ կապված խնդիրներ,
իմ արժեքը չիմանալու, այսինքն ճիշտ գնահատանք, ոչ թե արժեք, որ ես ինչ որ վաղ ինչ որ մարդ եմ, ինքնաճանաչման հետ կապված խնդիր ունեի ու շատ ցածր ինքնագնահատական, անինքնավստահություն եւ այլն, սովորաբար նման աղջիկները, նման կանայք հայտնվում է բավականին լուրջ խնդիրների մեջ եւ ինձ հետ այդ դա ազդեց, դա այսինքն իմ մանկությունը ազդեց նրա վրա, որ ես կուլ տամ տարիներ շարունակ շատ նվաստացումներ, շատ բաներ, որոնք որ նորմալ մանկություն ունեցող մարդը ինձ թվում է չէր տանի, որովհետև քեզ թվում է, որ դու պետքա տարիներով դիմանաս, որովհետև միգուցե քեզ ուրիշը չուզի, որովհետև դու արդեն պրոբլեմատիկ ես, որովհետև հասարակությունը բա ինչ կասի, չնայած որ ես երբեք հասարակության թվում է թե ոչ չէ, կարծիքի հետ կապված ոչ մի ինչ որ խնդիր չունեմ, բայց այնուամենայնիվ այդ ցածր ինքնագնահատականով մարդիկ, երբ որ անգամ ամենավատ իրավիճակում են հայտնվում, անձնականի իմաստով, նաև էդ էլ են մտածում։ Ու այս ամեն ինչը խանգարում է։ Նա ես կուզենայի բացի այսպես կենսագրական, մի տեսակ մեր հանդիպումը ես ոնց հասկանում եմ միջև վերջ ավելի գնալու է այսպես քո կյանքի պատմության վրա, չնայած բոլորովին այլ բան էի նախատեսել։ Չէ, բայց ինձ որպես կին է շատ հետաքրքիր եւ ես ուզում եմ նաեւ օգտակար լինել այս զրույցով։ Այ ոնց ձերբազատվեն, ոնց հասկանալով, որ այո, ես ունեցել եմ այս խնդիրները, բերել եմ ինձ հետ քարշ եմ տվել, մեշոկով բերել եմ ինձ հետ այս խնդիրները, բայց ինչ որ մի կետից պետք է ազատվել դրանից, որ կարողանաս քո նորմալ կյանքը սկսես։ Ոնց ազատվես դրանից։ Նախ ամենաառաջի քայլը ազատվելու դա ֆիքսելն է խնդիրը։ Այսինքն եթե կինը ֆիքսեց, որ այո, ինքը ունի խնդիր, օրինակ ինքը շատ հանդուրժող է այնպիսի բաները, որը որ չպետք է ինքը հանդուրժի, օրինակ չգիտեմ, նույն հոգեբանական բռնությունը կամ ֆիզիկականը կամ տնտեսականը կապ չունի, ինչ որ մի բան իր համար դիսկոմֆորտ է եւ ինքը հասկանում է, որ ինքը այնուամենայնիվ ինչ որ անիմաստ հանդուրժող է։ Ինքը պետք է հասկանա որտեղից է դա գալիս, այսինքն սկսի արմատը փնտրել։ Կամ եթե չգիտեմ, ինքը իրեն սկսում է մեղադրել ինչ որ հարցերում, կարող է ես բավարար լավ կին չեմ, կարող է ես այդքան արժանի չեմ, կարող եմ մենակ մնամ, եթե բաժանվեմ, կամ կարող է ինչ որ տարբեր ապուշ հարցեր կարող են առաջանալ կնոջ գլխում։ Շատ կարևոր է, որ դու հասկանաս, որ դա խնդիր է քո համար։ Հենց ֆիքսեցիր, դու կարողանալու ես գնաս եւ փորձես գտնես այդտեղ որտեղ է արմատը թաքնված։ Շատ հեշտ է իհարկե հոգեբանով դա անել։ Ես ամեն դեպքում երկար տարիներ նաեւ հոգեբանական տարբեր կոնսուլտացիաների միջոցով եմ կարողացել ինքս ինձ ճանաչել, որովհետև այնուամենայնիվ հոգեբանը կարողանում է շատ ավելի արագ ինքնաճանաչման process-ը sense տանի, բայց հիմիկվա դարում ինձ թվում է անգամ արհեստական բանականությունը թույլ է տալիս հարցերի միջոցով, պատասխանների միջոցով այդ ճանապարհը անցնել եւ դա անվճար տարբերակը կլինի, այսինքն հիմա պետք չի պարտադիր ուղղորդել բոլոր կանանց դիմել հոգեբանի, որովհետեւ ոչ բոլորը ունեն այդ ֆինանսական հնարավորությունը, ուղղակի շատ կարևոր է մի տեղից սկսել հարցը այդ կծիկը բացել, չվախենալ, որովհետև եթե այդ կծիկը մի տեղից չբացես, ամբողջ կյանքը կարող ես լինել դժբախտ եւ անդադար այդ կուլ տալ նվաստացումները, ինչպես է շատ կանայք ապրում, իրենք ամբողջ կյանքը իրենց դժոխք է, չբավարարված, բայց չէ որ մի կյանք են ապրում, հնարավոր չի ամբողջ կյանքը տենց ուղղակի զոհաբերել։ Ես առաջարկում եմ մենք մի պահ ընդհատենք զրույցը, չնայած որ շատ հետաքրքիր է եւ ես վստահ եմ, որ իսկապես ճիշտ են ասում քո ընկերները, հանգիստ կարող են Netflix-ը, BBC-ն, CNN-ը հեռուստաֆիլմ նկարել մի քանի սերիայով այս ամեն ինչի մասին։ Ինձ դուր է գալիս, որ դու ժպիտով ես արդեն խոսում դրա մասին եւ հանգիստ ու հաղթահարած եւ դա է պատճառն է, որ ես ինձ թույլ եմ տալիս դրա մեջ այսպես մխրճվել, վայելենք մեր նախուտեստը, հետո արդեն տակու տեստի շուրջ շարունակենք, ինչ կասես։ Շնորհակալ եմ քեզ վստահության համար։ Մերսի։
Թերմինե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը շարունակում է իր հրաշալի գործունեությունը եւ համագործակցությունը հատկապես մեծ կառուցապատողների հետ եւ իհարկե անհատների հետ, ովքեր առանձնատներ կամ բնակարաններ են կառուցում, վերանորոգում։ Եվ ես մեկ անգամ առիթ ունեցա Վալան գրուպ ընկերության մարքեթինգի ղեկավար Անուշիկ Կարապետյանի հետ այցելելու մի առանձնատուն, որի պատուհանները, դռները, նույնիսկ ավտոտնակի յուրահատուկ դուռը արել էր ամբողջությամբ Վալան գրուպը։ Հետևեք մեզ։ Մենք Վալան գրուպի մարքեթինգի ղեկավար Անուշիկ Կարապետյանի հետ, ինչպես տեսնում եք, շին հրապարակում ենք, ինչը շատ հետաքրքիր է, Անուշիկ, մի հատ այսպես ասա ուր ենք եկել։ Եթե խոսում ենք Վալան գրուպի մասին, ուրեմն պետք է այցելենք շին հրապարակներ։ Այս պահին գտնվում ենք մեր հերթական առանձնատներից մեկում, որը դեռ շինարարական փուլում է։ Դրսի աշխատանքը գրեթե ավարտված է։ Ես ներսից արդեն կծանոթացեմ, թե ինչ ունենք տեղադրված այստեղ արված։ Գնանք շրջայցի, շատ հետաքրքիր է։ Փաստորեն նաև առանձին առանձնատների նախագծեր եք իրականացնում։ Այո։ Դա իրականում բավականին մեծ մաս է կազմում, որովհետև առանձնատներում ավելի ապակեպատ տարածքներ, ֆասադային համակարգերն ավելի շատ են։ Մենք ունենք նաև սեկցիոն դարպասներ, ավտոտնակի հեռակառավարվող դռներ, գերմանական Դոպոզոմեր ընկերության մեր արտադրանքն է։ Մեզ մոտ ամբողջ տան պրոյեկտում օգտագործված է հունական ETM ընկերության E75 տեսակի պրոֆիլները, 75 մմ-անոց, 3 շերտ ապակի։ Մեծ նախագծերի դեպքում անհրաժեշտություն է լինում, որ Վալան գրուպի մասնագետները ներկա լինեն։ Եթե անհրաժեշտություն լինում է, մեկ անգամ չի որ այցելում ենք։ Ինձ հետաքրքիր են այս երկար ոչ ստանդարտ չափի պատուհանները, որոնք հիմնականում աստիճանահարթակների վրա են դրվում։ Չափսերի հետ կապված որևէ խնդիր եւ գրեթե սահմանափակումներ չունենք։ Ավակ սերունդը կարծում է, որ որքան շատ պատուհան, այդքան շատ ջերմության կորուստ, հա։ Այս խնդիրը այսօր լուծված է արդեն։ Ոչ հիմա, այլ արդեն շատ վաղուց մենք կարողանում ենք ապահովել ձայնամեկուսացում, ջերմամեկուսացում, այնպես որ ավակ սերունդին կարելի ասել, որ հանգիստ եղեք։ Մի վախեցեք շատ պատուհաններից, մեծ վիտրաժներից։ Ես վստահ եմ, որ մենք միասին մարդկանց նաև ցույց կտանք, երբ արդեն տունը ավարտվի եւ տան բնակիչները արդեն որոշեն տեղափոխվել, միշտ տեղափոխվել կգանք եւ առաջին հյուրերը մենք կլինենք եւ ձեզ ցույց կտանք, թե ավարտուն ինչպիսի տեսք է ունենալու այս գեղեցիկ առանձնատունը։ Պատրաստելու եմ հավի կրծքամիս, բայց այսպես հունական նոտաներով, շեշտադրությամբ, այնպես որ կարելի է նույնիսկ այս պարզ հասարակ կրծքամիսը, եթե ճիշտ համադրենք եւ նոր համեր փնտրենք, պատրաստել շատ յուրահատուկ ձևով։ Սկսեցինք։ Տաքացնում եմ թավան, որի մեջ ձիթայուղ կա։ Հավի կրծքամսի վրա գծեր ենք անում։ Ախ, պղպեղ, համեմունքներ, օրեգանո, կիտրոն, կարող եք ավելացնել ինչ որ ունեք եւ ինչը որ մոտ է հունական խոհանոցին։ Ես ձաձիկի եմ պատրաստել, հետո մի օր առանձին ես կպատրաստեմ ձաձիկի, կտեսնեք թե ինչպես են դա անում։ Ձաձիկին քսում ենք հավի միայն մի կողմի վրա, կրծքամսի, այն կողմի վրա, որը որ դնելու ենք հիմա թավայի մեջ։ Հիմա տապակելու ենք։ Հիմա մեզ պետք է շատ սոխ, որքան տարբեր լինի սոխը, այդքան լավ։ Ունեմ եւ կարմիր սոխ, եւ դեղին սոխ։ Երբ արդեն կարմրում է մի կողմը, հանում ենք թավայից եւ սոխը լցնում ենք թավայի մեջ։ Մի քանի վայրկյան կտապակենք, հետո կասեմ։ Հավի կրծքամիսը հետ ենք դնում սոխի վրա, քամված կիտրոնը դնում ենք հետը եւ տեղափոխում եմ ջեռոցը։ Չենք մոռանում մեր ձաձիկի մասին, սոխի մասին էլ չենք մոռանում եւ վրան դնում ենք հավի կրծքամիսը։ Կարող ենք նաեւ հետնել կիտրոնի կեղևը դնել։ Ես գիտեմ, որ դու թռչնամիս ես սիրում։ Այո, շատ ախորժելի տեսք ունի։ Ինչ հաճելի։ Ես այսպես մի քիչ հունական ակցենտով հավի կրծքամիս եմ պատրաստել, ի սկզբանե համեմել եմ հենց ձաձիկիով, լիմոնով, օրեգանոյով եւ մատուցում եմ հենց նույն ձաձիկիով եւ կարամելիզացրած սոխով։ Առաջարկում եմ Armenia Wine-ի կարմիր տակառը, անապակ տակառով վայելենք։ 2022 թվականի բերք է կրկին։
Քանի որ արդեն մենք հասկացանք, որ ուզենք թե չուզենք հո կյանքի այսպես ճանապարհներով բոլոր էտապներին անդրադառնում ենք եւ այդ ընթացքում նաեւ բանալիներ ենք տալիս կանանց այսպես հաղթահարել հաջորդ բարդ էտապի մասին դա քո առաջին ամուսնությունն էր որի մասին մամուլը թնդում էր ձեր բաժանության հետ կապված եւ հիշում եմ որ երկու բանակի էր հասարակությունը կիսվել մի մասը քեզ էր մեղադրում դու անպիտան ձայնդ կտրեիր տանդ նստեիր մյուս մասը իհարկե մեղադրում էր քո ամուսնուն նախկին բռնության համար հայտարարությունների համար վարվեցողության համար նույնիսկ եթե ես չեմ սխալվում երեխային գողանալու հետ կապված երկար պատմություն Այս պատմության մեջից ինչպես կարողացար դուրս գալ եւ դա դեռ քիչ է երրորդ էտապ մտնել քո կյանքում այդ սարսափելի դժվար օրեր էին իրականում եթե խոսքը գնար միայն իմ եւ իր վատ հարաբերությունների մեր միջև եղած վատ հարաբերությունների լարվածության մասին երևի թե ես այդքան ստրես չէի տանի որովհետեւ նաեւ արդեն կոփվել է այսպես ասած ինձ համար հատկապես ծանր եղան այդ մոտ 10 օրերը երբ երեխայից նորություն չունեի չգիտեի որտեղ է եւ միայն փաստաբանների եւ ԴՀԿ-ի միջոցով կարողացա երեխային հետ բերեմ ու այդ օրերին հիշում եմ թե ինչքան նամակներ էի ստանում ոչ միայն ուղղակի աջակցության հետ կապված ինչ-որ ջերմ խոսքեր եւ այլն կամ օգնության թեկուզ առաջարկներ հիշում եմ որ շատ կանայք պատմում էին իրենց իրավիճակի մասին, իրենց դեպքերի մասին, երբ երեխային հայրը վերցրել է եւ մինչ օրս իրենք տարիներ շարունակ պայքարում են վերադարձի համար եւ ինչքան դեպքեր են լինում, երբ անգամ հայրը այլ երկիր է փախցնում երեխային եւ հնարավոր չի լինում հետ բերել ու ինչքան դժբախտ կանանց պատմություններ ես այդ ընթացքում տեսա, կարդացի, իմացա ու այդ ինձ ավելի սարսափեցրեց, որովհետև պահի տակ ես էլ էի հուսալքվում, բայց փառքաստուր շատ լավ փաստաբան ունեց այդ этаպում ինձ օգնեց շատ լավ փաստաբան եւ նրանց միջոցով միայն կարողացանք այդ հարցը լուծել։ Ինչ է պատմում երեխան ուր էր այդ 10 օրերի ընթացքում։ Հավատացեք ես անգամ այդ շոկից հետո ոչ թե լիարժեք գիտեի որտեղից ուր է գնացել, մենակ վերջնակետը իմացա որտեղ է եղել, դա իրենց առանձնատումն էր, որը քաղաքից դուրս էր եւ այնպիսի տեղեր, որի մասին մենք չէինք էլ պատկերացում կազմում, որ այդտեղ կարող է լինի։ Ես հիշում եմ, որ մենք օրեր շարունակ գիշերելով տարբեր տների մոտ էինք, որտեղ որ կարող է երեխան լիներ, խնդրում էինք հարևաններին, որ ինֆորմացիա տան, եթե տեսնեն, դե բնականաբար լրագրողների միջոցով էինք ինֆորմացրել մարդկանց հասարակությանը, որ միգուցե եթե տեսնեն, ինձ տեղյակ պահեն, բայց երևի թե այդքան ամեն ինչ էֆեկտիվ չէր լինի, եթե փաստաբանները իմ մեջքին կանգնած չլինեին։ Ես հիշում եմ, որ նաև պիտակավորվեցիր որպես հոգեկան անհավասարակշիռ հոգեկան անառողջ մարդ, որը սարքել է նրանից, որ հայրը երեխայի հետ ժամանակ է անցկացնում, դրանից դարձրել է մեծ պատմություն, որի կարիքը չկար։ Ընդհանրապես նման խնդիրներից հետո սովորաբար տղամարդիկ կանանց հենց այդպես էլ պիտակավորում են, դե հոգեկան հիվանդ է։ Ինքը հոգեկան հիվանդ է եւ դա անում են հիմնականում երեխայի մոտ, որպեսզի երեխայի մոտ սերմանեն այդ վերաբերմունքը, որ մայրիկը հոգեկան անհավասարակշիռ է։ Կար արդյոք որոշակի մոտեցում, որ փորձել էին երեխային սերմանել քո հանդեպ։ Նայեք, երեխայի հետ կապված եղել են էպիզոդներ, որ հաստատ գիտեմ, որ փորձեր է եղել իմ դեմ լարելու կամ ինչ-որ վատ ձևով ներկայացնելու, ամեն դեպքում դա ոչ թե հանրության խոսքն ես ասում, այլ իր կողմից քննադատությունը կամ մեղադրանքը
Ես ասեմ, որ մանիպուլյացիաների տարբեր մեթոդներ շատ եղան, նաև եղան փորձելու արդարացնել այդ իր քայլը, ոչ միայն իր կողմից, այլ նաև շատ այլ տարբեր ինչ-որ պլատֆորմներում, հիշում եմ տարբեր մարդիկ խոսում էին, որ երկուսն էլ ունեն նույն իրավունքը եւ այլն, բայց հարցը այն էր, որ երեխան 10 օր չկար եւ ինֆորմացիա չկար, այսինքն ես զանգահարում էի, չէին պատասխանում, անջատվում էր հեռախոսը, այսինքն կոնկրետ փախուստ էր ինձնից, որպեսզի ես երեխայի հետ շփում չունենամ։ Դա առողջ ուղակի ժամանց չէր իրար հետ, հա, դա ուղակի երեխային վերցնել եւ կորել էր 10 օրով, որը որ կարող էր երկարել, շատ ավելի երկար լինել, եթե ես չմիջամտեի եւ ԴՀԿ-ի հետ միասին չգնայինք եւ երեխային հետ չվերադարձնեինք։ Ինչ հարաբերություններ ունեք հիմա արդեն։ Բնականաբար որևիցե ինչ որ ջերմ հարաբերության մասին չի կարող խոսք լինել, բայց այն ինչը որ երեխայի համար պետք է, այսինքն ինչ որ մինիմալ շփում երեխայի առօրյայի հետ կապված կամ ինչ որ տեխնիկական հարցեր լուծելու հետ կապված, բնականաբար դա արդեն կա։ Մի ժամանակ չկար, միայն ոնց որ sense ինչ որ միջնորդների միջոցով էր շփումը, բայց զուտ որպեսի երեխան ինչ որ առումներով գոնե ապահով զգա իրան եւ իմանա, որ իր հետ կապված ամեն դեպքում մենք խնդիր չունենք մեր միջև, դա փորձում ենք ապահովել։ Երբ սկսեցին քո հարաբերությունները քո ամուսնու հետ, Հովհաննեսի հետ։ Այո։ Արդյոք ինքը պատրաստ էր այդ ամեն ինչին, որովհետև երեխան, չէ, ամուսինդ, որովհետև ամուսնանալ մի կնոջ հետ ու մեջքի հետևում ծանր մանկություն, ծանր պատանեկություն, ծանր երիտասարդություն, առաջին ծանր ամուսնություն, երկու երեխա, սա ամեն տղամարդու խելքի բան չի ինձ թվում է։ Հաստատ։ Իր համար որևիցե բան կապ չունի, ընդհանրապես էական չէր եւ իր խոսքերն եմ կրկնելու, ասեց, որ ինձ հետաքրքիր է այս պահից սկսած արդեն մեր կյանքը եւ մինչեւ այս ինչա ոնց է եղել եւ ինչու է այդպես ստացվել, ընդհանրապես իմ գործը չի եւ այդտեղ ես որևիցե բան չունեմ ոչ քննարկելու, ոչ առավել եւս սպիտակավորելու, քննադատելու եւ այլն, ու այդ ամենաառողջ երևի հոգեվիճակն է տղամարդու, երբ նա չի գնում եւ չի քչփորում կնոջ անցյալը կամ փորձում ինչ-որ տեղեր գտնել, որտեղից կարող ինքը ցավացնի կամ մանիպուլացնի, ու ես իրականում ես անգամ շոկի մեջ եմ, ես մաքսիմալ միշտ փորձել եմ առողջ հոգեվիճակով լինել, չնայած որ որոշ մարդիկ փորձել են ինձ շոպիտակավորել, բայց միշտ փորձել եմ շատ սթափ ու adekvat լինեմ, բայց ես նման էլ ավելի adekvatություն ես չէի սպասում, որ դիմացինը կարող է ինձ էլ առավել adekvat ինչ-որ պատասխաններ տա եւ հիմնավորի, որ մենք կարող ենք այս պահից սկսած իրար հետ լինել եւ ամեն ինչ առողջ կլինի, ու երևի անսահման շնորհակալություն իրեն դաստիարակողներին, որ իրեն տենց են դաստիարակել։ Շատ տղամարդիկ վախենում են հարաբերության մեջ մտնել կնոջ հետ, ով կենսագրություն ունի, ով ունի երկու երեխա եւ իր հետ նոր կյանք պիտի սկսի։ Վախենում են նախ իրենց հաղթահարելու համար, երկրորդն էլ բնականաբար հասարակական կարծիքի, ընտանիք, բարեկամություն, ազգություն եւ այլն եւ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ չեն կարող ժխտել դրա գոյությունը։ Ինչպես այդ երկրորդ պլանի մարդիկ արդեն ընկալեցին ձեր հարաբերությունները։ Հերմինե ջան, ամենակարևորը տղամարդու դիրքորոշումն է։ Եթե տղամարդը ունի հստակ դիրքորոշում եւ ինքը որոշել է, որ պետք է լինի այս կնոջ հետ եւ փակում է բոլորի այսպես հնարավոր մաքսիմալ այդ բերանը եւ մաքսիմալ այն բոլոր ալիքները, որոնք որ կարող են փչացնել հարաբերությունները, որոնք կարող են ինչ-որ ձևով ազդել, այդ ամեն ինչը միմիայն տղամարդուց է գալիս։ Բոլորը ընդունում են, եթե տղամարդը իր դիրքորոշումը ունի եւ հստակ է դիրքորոշման մեջ, եւ չեմ կարող ասել, որ բոլորը ֆանտաստիկ երջանիկ էին, որովհետեւ բնականաբար, ինչպես դու նշում ես, բոլոր այդ գործոնները կային, որ որոշ մարդիկ իհարկե ֆանտաստիկ երջանիկ չլինեին, բայց այնուամենայնիվ իմ ամուսնու երկրորդ ամուսնու արդեն դիրքորոշումը եւ իր շատ առողջ մոտեցումները առհասարակ նաեւ կյանքի հանդեպ
եւ նաեւ իմ երեխաների, իմ նկատմամբ եւ իր շրջապատի նկատմամբ ամեն ինչ իր տեղը դրեց։ Դուք դուստր ունեք նրա հետ ընդհանուր։ Ինչպես է տանը հարաբերությունները ճիշտ կառուցվում, սա կրկին այն կանանց համար, ովքեր ունեն բարդ, այսպես կառուցված ընտանիքի, երբ տանը 3 երեխաներ են եւ 3 ունեն ընդհանուր մայր, բայց ոչ մեկի հայրիկը ընդհանուր չէ։ Ինչպես անել, որ առողջ լինի եւ երջանիկ զգան բոլորը իրենց։ Մի հատ բան է պետք սեր լիքը սեր բոլոր երեխաների հանդեպ, որը որ թե մաման է տալիս, թե պապան է տալիս, առանց տարբերակում ինչ որ դնելու։ Այսինքն երեխաները երբեք չեն զգացել, որ մեկը մյուսի հետ կապված ինչ որ մի տարբերությունը կա եւ իրենք իրար հետ կարող են ինչ որ ստանդարտ երեխայական խնդիրներ ունենան, մանավանդ տղաները, որտեվ արդեն մտել են դեռահասության շրջան, բայց կոնկրետ ծնողների եւ ընտանիքի հետ կապված խնդիր չկա, որովհետեւ մենք մաքսիմալ սեր ենք տալիս։ Դա ամենաբուժող բանն է։ Իսկ եթե կա բաց վերք, որը ցավում է երեխայի մոտ, հա, կամ ինչ որ մի հարց իրան տանջում, երբ սերը կա, այդ բոլոր հարցերի պատասխանները ավտոմատ տրվում է եւ այդ բոլոր վերքերն էլ փակվում է։ Դու հիմա քո կյանքի լավագույն этаպն ես ապրում։ Կարող ես ասել, որ ապրում ես այն կյանքով, որը ուզել ես, երազել ես։ Հա, կարող եմ վստահ ասել։ Իհարկե մի քիչ հայկական իրականությունը այնուամենայնիվ չի թողնում, որ լիարժեք մարդ կարողանա վայելի, Դե չխոսենք շատ տարբեր ֆակտորներից մեր վրա վատ ազդող։ Չեմ կարող ուղղակի ինձ լրիվ առանձնացնեմ Հայաստանում կատարվող տարբեր պրոցեսներից։ Անշուշտ։ Եվ միգուցե միակ պատճառը դա է, որ ես չեմ կարող ասել, որ ես լիարժեք ինչ որ երջանիկ եմ կամ լիարժեք վայելում եմ իմ կյանքը, որովհետև մանավանդ իմ պես մարդը, ով որ երբեք չի կարող անտարբեր լինելով նաև կողքի մարդկանց հանդեպ, ցավոք չեմ կարող լավ ասել, որ ես լիարժեք երջանիկ եմ կամ լիարժեք վայելում եմ։ Այ եթե Հայաստանում ամեն ինչ կարգին լինի եւ մենք ապահով լինենք, մենք իրար սիրենք, մի քիչ էլ կրթվենք։ Իդեպ կրթության հետ կապված 2 բարձրագույն կրթություն, 3 բարձրագույն կրթություն։ Մի վարքյան կենսաբան, մարքետոլոգ, մարքետոլոգ, մոռացել էի մարքեթինգի մասին ախր։ Եվ բժշկական կրթություն։ Ինչի դեր պետք է այդքան կրթությունը։ Սիրում եմ նոր գիտելիք եւ սիրում եմ սենց ոչ թե մակերեսային ձևով ստանալ այդ գիտելիքը, այլ հիմնովին։ Առաջի իմ մասնագիտությունը դա իմ երազանքներ կենսաբանությունը, իմ մագիստրատուրան էկոլոգիան է, բնապահպանությունը, երկրորդը նույնպես սիրելով, այսինքն 3 իմ մասնագիտություններն էլ բարձրագույն կրթություններ ավելի ճիշտ, որտեղ որպես այդպեսին ես չեմ այնուհետև լիարժեք շարունակել, իհարկե պրոյեկտներ անում եմ, որտեղ օգտագործում եմ նաև 3 մասնագիտություններից բավականին շատ գիտելիք, բայց այնուամենայնիվ որպես այդպեսին լիարժեք չեմ ինչ որ մի ուղղությունով զբաղվել։ Երեքն էլ տալիս են այնպիսի կարևոր ինֆորմացիա մարդուն, կոնկրետ ինձ, հա, որը շատ պրակտիկ նաև նշանակություն ունի ու նաև գաղափարային իմաստով շատ բան է բացում, այսինքն եթե, չգիտեմ, առաջ նայում եմ սենց, հիմա նայում եմ այսենց։ Թե կենսաբանությունը, թե բժշկությունը, թե մարքեթինգը, ну մարքեթինգը մի քիչ ավելի բիզնեսին վերաբերվող է ու չեմ կարող ասել, որ դա ինչ որ sense փոխեց իմ աշխարհայացը։ Դա ուղղակի գործիք է, որ դու կարողանում ես ճիշտ օգտագործես ինչ որ նպատակներին հասնելու համար, բայց բժշկությունը եւ կենսաբանությունը, բնապահպանությունը բավականին լուրջ աշխարհընկալում է տալիս մարդուն, էլի։ Ես կրթության մասին ինքնանպատակ չհարցրեցի, որովհետեւ ինձ հետաքրքիր է արդյոք կրթությունը գիտելիքն է, որ նաև քեզ օգնել է այսքան առողջ նայել բոլոր այն խնդիրներին, որ ունեցել ես ու այն բարդ իրավիճակներին, որոնց միջից դուրս ես եկել։ Արդյոք կարող են կրթված կանայք, կրթված մայրերը փոխել եւ իրենց կյանքը եւ երեխայի կյանքը, ինչու՞ չէ նաեւ երկրի կյանքը։ Նայ կրթվածությունը իհարկե մեծ նշանակություն ունի, բայց շատ կարեւոր է նաեւ այն կրթվածության աստիճանը, որը որ կապ չունի այդ ակադեմիկ գիտելիքի հետ, որը որ ընտանիքից է ինքը ստացել, մանկության իր տարիներին։
Որովհետև օրինակ այն ստերեոտիպները, այն մոտեցումները, որ օրինակ կինը պետքա հանդուրժի, այն որ երեխան կարող է, որը որ հետագայում մեծանալու է դառնա հասուն կին, տեսնի իր ընտանիքում, որ մայրը նվաստանում է անընդհատ, բռնության է ենթարկվում, հիմա ինքը կարող է ակադեմիկ դառնա, բայց մեկը իր համար նորմալ լինի այդ երևույթը ու այստեղ իր կրթվածությունը չի օգնելու, որ ինքը առողջ մոտեցումներ ունենա ընտանիքում։ Իմ դեպքում ամեն դեպքում կարծում եմ ի ծնե ինչ որ բնավորության հատկանիշներն էին, որ ինձ միշտ ստիպել են, որ ես նախ անալիզ անեմ, անդադար։ Երկրորդը միշտ պայքարեմ հանուն ինչ-որ ճշտի, ինչ-որ իմ պատկերացմամբ ճիշտը որն է, ու հետաքրքիր է, որ փոքր տարիքից սկսած կարողացել եմ սենց ասած թացը չորից տարբերել, օրինակ հասկանալ, որ չգիտեմ, իմ օրինակ ընտանիքում կան խնդիրներ, դա նորմալ չի եւ պետք չի կրկնել, կամ պետք է օրինակ շտկել, իսկ երեխաներ կան, որ կարող են այդ նույնը գեներացնել հետո իրանց արդեն ընտանիքում նույն բանը կրկնօրինակել, օրինակ ես հստակ իմացել եմ եւ դա եղել է մանկության տարիներից, այսինքն չեմ կարող ասել, որ ես կրթվեցի, դրա համար սկսեցի արդեն կյանքին ուրիշ ձև նայել եւ ավելի լայն նայել, լայնը նայում եմ, օքեյ, բայց ընտանիքում դա չես կարող այդքան կիրառես։ Դա պրակտիկ բան չի տալիս։ Հասկացա։ Մենք իհարկե կարող ենք հավերժ խոսել սրա մասին եւ ինձ շատ դուր է գալիս այս զրույցը, որովհետեւ դու այն եզակի մարդկանցից ես, ով չի վախենում խոսել դրա մասին։ Սովորաբար մարդիկ թաքցնում են, լռում են, աշխատում են չխոսել, բայց ես հասկանում եմ քո խոսելու միտումը։ Ես հասկանում եմ, որ փորձում ես օգնել, փորձում ես այնպես անել, որ ճանապարհ, նաև մարդիկ տեսնեն քո ապրած կյանքի մեջ, ես հուսամ, որ շատ մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, այս զրույցից հետո ինչ որ հարցերի շուրջ կսկսեն մտածել եւ միայն ամենավերջում հիշեցնենք, որ Արուսիկ Մկրտչյանը նաև Հայաստանի Հանրապետության ամենասիրված ու չքնաղ դիջեյներից մեկն է, ով երբ ներկայ լինում որևէ միջոցառման, իհարկե միջոցառումը անցնում ամենաբարձր, ամենասիրուն, ամենաէներգիայով լեցուն ձևով, ինչպես գտնեն քեզ, որպես դիջեյ հրավիրեն իրենց միջոցառումներին։ Ամենահեշտ ձևը հենց Instagram-ն է, կարծում եմ կկարողանան հեշտ գտնել դիջեյ վակցինա գրելով եւ այնտեղ արդեն ամբողջ ինֆորմացիան կա։ Շնորհակալ եմ նաեւ խոսքերիդ համար։ Մեծ աջակցություն։ Ես քեզ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ, որ այսօր ինձ մոտ էիր։ Չեմ թաքցնում, մենք շատ խոսելու բաներ ունենք, բայց դա Արուսիկի թույլտվությամբ եւ ձեր թույլտվությամբ կադրից դուրս։ Այո։ Ահա այսպիսի հետաքրքիր մամայական եւ կանացի թեմաներ, որոնք վստահ եմ շատ-շատերին պետք կգան իմ սիրելի Արուս Մկրտչյանի կողմից։ Իսկ ես ուզում եմ ձեզ ասել, որ իմ լավ գործընկեր, իմ հավատարիմ գործընկեր Armenia Wine-ը Երևան City սուպերմարկետների հետ սկսել է մասշտաբային խաղարկություն։ Դուք կկարողանաք 10 էլեկտրոմոբիլներից շահել մեկը։ Հիմա բացատրեմ ինչպես։ Միանվագ 1000 դրամ կամ դրանից ավել գնումներ կատարելու դեպքում Armenia Wine ընկերության կողմից դուք կստանաք կտրոն։ Այդ կտրոնի վրա կլինի ձեր անհատական կոդը եւ այդ կոդով դուք ամեն ամսվա 4-ին կկարողանաք մասնակցել Երևան City սուպերմարկետների Instagram-ի, Facebook-ի կամ YouTube-ի էջերի խաղարկությանը եւ գուցե դուք կլինեք այն երջանիկը, որ կշահեք 10 էլեկտրոմոբիլներից մեկը։ Այնպես որ շտապեք գնել Armenia Wine ընկերության գինիներից որևէ մեկը։ Տեսեցիք։